նշեցիք, որ ուզում եք արդարադատության նախարարին, ինչպես նաև գլխավոր դատախազին տեսնել, ինչ հարց ունեք։ Ես մի հարց ունեմ, ուրեմն ամուսինս Արտակ Գասպարի Քոչինյանը, որը հիմա Արդի քրեակատարական հիմնարկում պատիժ է կրում 195-ի առաջի, երկրորդ եւ երրորդ հոդվածներով, որ անարդարացիորեն հիմա հայտնվել է այնտեղ 5 տարի ազատազրկման։ Ունեմ 3 անչափահաս բալիկներ, այս պահին որևիցե օթևան չունեմ, 3-4 օրա դրսում էի գիշերում, բարի մարդիկ գտնվեցին, մի փոքր անկյուն են տվել Զվարթնոցում, մինչև դիմել մեր Տիկին Վարդապետյանին եւ Արդարադատության նախարարին Տիկին Գալյանին եւ նաեւ մեր վարչապետին, հարգելի վարչապետ, հարգելի նախարարներ, խնդրում եմ ձեզ գործը նորից վերանայել, քանի որ բողոքող կողմը նաեւ ես եմ եղել, տաքացած եմ եղել, քանի որ ընտանեկան վիճաբանություններ էր, ամուսինս ստապ վիճակում շատ խելոք, հայրենասեր, մարդասեր, աշխատող մարդ է։ Իրան պետք էր ընդհանրապես հարկադիր բուժում, բայց օրենքը այդպես չգտնվեց, իրեն չտվեցին հարկադիր բուժում, այլ 5 տարի ազատազրկում տվեցին։ Խնդրում եմ հարգելի օրենք, գործը վերանայել, քանի որ 3 անչափահաս երեխաները միակ խնամողը նա էր, ես ունեմ առողջական խնդիրներ, աշխատում եմ, բայց իմ առողջությունս այլևս չի ներում, քանի որ ավելի իմ առողջությունը վատանում։ Այս պահին նաև իմ աշխատանքից եմ զրկվել, չունեմ աշխատանք։ Խնդրում եմ գործը վերանայել ամուսնուս, թեև նաև պայմանական, կամ ամունիստով, կամ չգիտեմ, մի կերպ, մի ձևով ազատ արձակել ընտանեկան բռնության համար, բայց չի եղել որևիցե սպանություն կամ փորձ, մահափորձ, ոչինչ եղել, ուղղակի ընտանեկան վեճեր է եղել։ Ես էլ տաքացած վիճակում անդադ ոստիկանություն եմ զանգահարել, որպեսզի կարողանամ եղել այդ բռնությունը։ Այս վերջերս այո, բայց ինքը արդեն կախման մեջ էր, որը իրան պետք էր հարկադիր բուժումը, ալկոհոլի կախման մեջ էր, միան ալկոհոլը։ Եթե չէր խմում, որ ծայրահեղության մարդ էր։ Խմում էր, իրանմանը չկար, չէր խմում, իրանմանը չկար։ Բայց շատ եմ զղջում, ուղղակի քննիչների պետը ես բողոք պահանջս հետ էի վերցրել, առերեսման ժամանակ ասեցի բողոք պահանջ չունեմ։ Ինձ կանչեցին քննիչների պետը, Թումանյան Օձուն համայնքի Թումանյան, Ալավերդի Թումանյան ոստիկանությունը սպառնալիքներով, որ որպես զրպարտում մարդու քեզ դատ է հասնում, դատապարտենք քեզ եւ կապերդ կխլենք, բանավոր ձևով, բանավոր կերպով, քանի որ հիմա այս պահին ցավոք ապացույցներ չունեմ, դա իրենց խոսքերն են, ինձ վախացրեցին, որտեղ գնաս կապերդ կփակենք։ Եվ նաև այդ ժամանակ, երբ որ բողոքում էի, բողոքի ժամանակ իրանք այնտեղ կան հոդվածներ, որ իրանք են գրել ու ստիպել են, որ ես ստորագրեմ, ստիպել են, որ ես գրեմ ու ասեմ այն, ինչը որ իրանք են ասել։ Բա թող գնա դատվի էլի, հոգնել ենք իրանից, օրեկան ձեր տնից դուրս չեն գալի, զզվել ենք, թող գնա գլուխդ էլ կհանգստանա։ Այդ վաղտ էլ ես տաքացած վիճակում էի, բորբոքված վիճակում էի, հետևանքների մասին չէի մտածում, որ կարող է այսպիսի եզրակացությամբ հանգեցնել։ Խնդրում եմ հիմա ինքը պատիժը տարու կեսակրում է, այնտեղ նաև տվել էին, քանի որ վարկը նորմալ է դրսևոր է, չունի շտրաֆներ, տվել էին 1/3, բայց 1/3-ը պրոբացիան հարցում էր արել Թումանյան համայնքից, տվել էին վատ վարկագիծ բնութագիրը, ու այդ վատ վարկագծի պատճառով հիմնվել էին, մերժել էին 1/3-ը, ասենք հարգելի օրենք, ինչպես եք մտածում, եթե Թումանյան համայնքն է իմ ամուսնուն ձերբակալ է եւ հոդվածը ուղարկե դատարան քննիչները, այդ տվյալ Թումանյան համայնքի ոստիկանները լավ բնութագիր կգրեն, իհարկե ոչ, եւ պրոբացիոն հենց հիմնվել էր այդ բնութագրի վրա։ Ճիշտ է, մի քանի տեղից հարցում էին արել, բնութագիրը լավ է եղել, բայց հենց Թումանյան համայնքի բնութագրի վրա հիմնվելով մերժել են 1/3-ը։ Խնդրում եմ ձեզ, թեկուս անգամ 1/3-ը նորից վերանայեք, պայմանագրով վաղաժամկետով ամուսնուս ազատ արձակեք։ Ուղղակի խնդրում եմ, ինքը պատրաստ է անգամ բուժման, հարկադիր բուժման, պատրաստ է ամեն ինչ, ինքը շատ է փոխվել։ Գա իր տունը, իր աշխատանքը։ Օրենք ջան, ես այսօր տուն չունեմ, այսօր նպաստ չեմ ստանում, ոչինչ չունեմ, որևիցե ձեզանից աջակցություն։ Ես տուն չունեմ, Վարձով էինք ապրում, միշտ էլ Վարձով ենք ապրել, անգամ սեփական հողակտոր չունեմ։
Բարձով աշխատանքով, ուղղակի ապրում էի Մասիս Դարբնիկ գյուղում, աշխատանքի միջավայրում մի փոքր տնակ են տվել, անասնապահությամբ եմ զբաղվում, ուղղակի իմ առողջությունը շատ չի, սրտի առիթմիա ունեմ, ոտքերի խնդիր ունեմ, երբեմն վատանում եմ, աշխատանքի մեջ ծանրաբեռնված այդ աշխատանքը թերանում եմ ու այդպես չկարողացա դուրս եմ եկել մի քանի օր դուրս եմ եկել, դուրսն էի մնացել, բարի մարդիկ գտնվեցի, մի փոքր տեղ են տվել, միջև այս հարցերը կարգավորեմ ու դիմեմ օրենքին, գոնե օրենքը ամուսնուս հարցով, այս հարցով գոնե թե չեն օգնում, թե բնակարանի, թե հողակտրո, թե աշխատանքի, էլի ոչինչ, գոնե ամուսնուս ազատ արձակեն պայմանականորեն գա իր ընտանիքը աշխատի, իր երեխաների գլխին լինի։ Իրավապահների ձեր նշած գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եք, որ ձեզ ստիպել են, որ դուք դիմում գրեք, ստորագրեք, որ ձեզ սուտ մատնության համար կդատապարտեն։ Երբ իր վճիռը դուրս եկավ, վճռից մեկ ամիս ժամանակ էին տված, որ ես նորից բողոքեմ, բայց քանի որ չունեի փաստաբան, իրավաբան եթե վարձեի, դա արդեն գումարի հետ է կապված։ Հանրային պաշտպանին Նույն հանրային պաշտպանուն ամուսնուս էլ էին տրամադրել, իրանք հենց նույն հանրային պաշտպանը փոխանակ պաշտպաներ իր շահերը, արագ ասեց մեղքը ընդունի, արագ դատարեցին, ձերբակալեցին, դա էլ հանրային պաշտպանի օգուտն էր, որ հիմա այնտեղ է գտնվում, դրա համար հանրային պաշտպանին ես որևիցե բանով չեմ հավատում, իսկ անհատական դա գումարի հետ կապված է, որը որ այս պայն անկեղծ չունեմ, եթե լիներ խնդիր չկար, փաստաբանի խնդիր Ոչ, իրավաբանական բանով կարիք ունեմ, այո, իրավաբանի, եւ ամուսինս եւ ես։